Ինչ է աուտիզմը եւ ինչպես է այն ընկալում հասարակությունը։ 2008 թվականից սկսած ամեն տարի այս խնդիրներն են բարձրաձայնում մասնագետները ապրիլի 2-ը հայտարարելով աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները իրազեկման մեկ շաբաթն անցկացնում են մարզի նախակրթարաններում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում եւ բուհերում հանդիպումներով։ Մեր մասնագետները մտնում են դասարաններ եւ երեխաներին իրազեկում են թե ինչ է աուտիզմը, որ աուտիզմը հիվանդություն չէ, որ աուտիզմը դա կարգավիճակ է, որով ապրում են, հենց օրինակ կարող է լինել իր ընկերը եւ իրազեկվի իմանալով ինչպես կարող է օգնել, աջակցել, տարբեր վարքերի ժամանակ ինչ ռեակցիա պետք է կարողանա տալ։ Իրազեկվածությունը կարող է փոխել աուտիզմ ունեցող երեխայի կյանքի որակն ու վարքագիծը եւ նրանք սպասում են, որ շրջապատը հասկանա իրենց։ Այն որպես նյարդային համակարգի զարգացման խանգարում ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում եւ սովորաբար մինչեւ 1 տարեկան դառնալը։ Վաղ հայտնաբերումը կախված է նախ մանկաբույժից։ Ավելի շատ երևի թե մենք կոնկրետ եսի մասին եմ խոսում, շեշտը դնում ենք ֆիզիկական զարգացման վրա եւ շատ հաճախ բաց է թողնվում այդ փոքր տարիքում աուտիզմի գնահատումը, որը իհարկե ավելի ուշադիր պետք է լինենք մենք մանկաբույժներս եւ ավելի վաղ տարիքում ախտորոշենք, որը ելի եմ կրկնում շատ դժվար է։ Շատ կարևոր է, որ նաև զարգացումը գնահատվի, որովհետև զարգացումը գնահատվում է մի քանի ոլորտներով, ֆիզիկականից բացի, որը ակնհայտ է, տեսնում ենք, որ օրինակ երեխան չի քայլում կամ չգիտեմ, չի կարողանում վազել կամ աստիճան բարձրանալ, սոցիալականը, մտավորը եւ խոսքը գնահատելը շատ ավելի դժվար է եւ ավելի երկար ժամանակ է պահանջում ու ավելի շատ գործիքներ։ Իրազեկման շաբաթվա գործնական բաղադրիչն էր ակտիվ քննարկումը մասնագիտական տարբեր խմբերի հետ։ Այս երեխաներն ապրում են մեր աշխարհում, բայց իրենց ձևով եւ դա բացահայտել է պետք զարգացման վաղ փուլում։ Բաց թողնել աուտիզմի գնահատումն ըստ մասնագետների նշանակում է նպաստել երեխայի կյանքի հետագա փուլերում զարգացման խանգարումների խորանալուն։ Այստեղ մեծ անելիք ունի նաև ծնողը, ինչքան շուտ ծնողն ընդունի ու համակերպվի այն մտքի հետ, որ իր երեխան կարիք ունի մասնագիտական միջամտության, այնքան կհեշտացնի նրա միջավայրային ինտեգրումը։ Լավ գիտեք, մեր ազգային մենտալիտետը կարծրատիպեր կան, որոնցից թերևս կան ծնողներ, որոնք չեն ձերբազատվել, իսկ մենք հնարավորինս նպաստում ենք զրույցների միջոցով, տարբեր հանդիպումների միջոցով, նմանատիպ կլոր սեղանների միջոցով մենք կարողանում ենք այդ դժվարությունը հաղթահարել, որովհետեւ ծնողի համար ավելի պարզ լինի, որ գիտենա, որ երեխայի հետ պիտի աշխատեն, որ կարողանա երեխան այդ դժվարությունը հաղթահարի։ Ես բազմաթիվ ծնողների հետ եմ շփվել, բազմաթիվ կառույցներ եմ ունեցել։ Իրենք չեն ուզում ընդունել, որ իրենց երեխան ունի աուտիզմ։ Իրանք չեն ուզել իրենց երեխային ինչ-որ հաստատություն տանել, կամ ինչ-որ միջոցառման տանել ընտանեկան, որտեղ իրենց երեխան ձեռքերով կօգտվի, ոչ թե սպասի։ Ցողիկ Թորոսյանը ձերբազատվել է նման կարծրատիպերից, խոստովանում է մասնագիտական աջակցության շնորհիվ է, որ 2 տարեկանից աուտիզմ ունեցող իր երեխայի կյանքի որակը հիմա շեշտակի փոխվել է։ Իր տղան արդեն 15 տարեկան է, լիարժեք հարմարվել է շրջապատին, ինտեգրվել հասարակական կյանք։ Այդ ամենին հասնելու գործում մեծ է եղել իր դերը։ Ես երբ որ մոլորված գնացել եմ բանից տեղյակ չլինելով թե ինչ է աուտիզմը, ինչ կնշանակի դա, Նաիրան ինձ ասել է ցողիկ վեշտրու A4 ֆորմատի թղթեր, գունավոր թղթեր։ Եվ լյովայից խնդրե դեղինը, կարմիրը, կաբույտը։ Ես հմտացել եմ, սովորեցրել եմ։ Ամեն ինչ վերցրել եմ, իրենից սովորեցրել եմ։ Հիմա ունեմ բարձրակարգ կարծում։ Համընդհանուր ներառման ապահովումը նաև նախադպրոցական տարիքում աուտիզմ ունեցող շատ երեխաների հնարավորություն տվեց մասնագիտական աջակցությամբ վարքագծային որոշակի փոփոխությունների հասնել եւ հաղորդակցման խնդիրները հաղթահարած մտնել դպրոց, բայց պարզվում է դպրոցում մանկավարժները դեռ չեն հաղթահարել այն դժվարությունները, որոնք հանդիպում են աշխատանքում։ Շատ հաճախ դպրոցում մենք այդ խնդիրների առջև միշտ բախվում ենք, ծնողներն էլ են դրա մասին փաստում, որ ուսուցիչը պարզապես չգիտի ինչ պետք է անի, երբ որ օրինակ դասի ժամանակ երեխան ցուցաբերում է անցանկալի վարքագիծ։ Եվ մեր վերապատրաստումների շարքի ընթացքում մենք տալիս ենք հստակ գործիքակազմ, հստակ քայլեր ենք առաջարկում մանկավարժներին, որ իրանք իմանան տարբեր իրավիճակներում ինչ աշխատանք տանեն։
10-ից ավելի մասնագետներ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, հոգեբան, թերապիստ եւ այլն թիմային աշխատանք են տանում նախակրթարաններում ու դպրոցներում։ Նրանց բոլորի վերապատրաստումն ու ուսուցումը կազմակերպում է Շիրակի տմակը, բայց առայժմ բոլոր ուսումնական հաստատություններին չէ, որ հնարավոր է լինում մասնագետներով ապահովել։ Խիստ մասնագիտական կադրերի խնդիր կա։ Մենք այսօր չունենք էրգոթերապիստ, որի պահանջը շատ է, էրգոթերապիստ որպես Շիրակի մարզում դժվարություններ ունեցող երեխաների թիվը, որոնք ունեն էրգոթերապիստի կարիք, տմակներ ունի էրգոթերապիստի կարիք։ Կարիքը կա, բայց մասնագետներ ցավոք շատ չունենք նեղ մասնագետներ, օրինակ սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ ունենք, բայց բնականաբար ավելի քիչ են։ Մասնագետների պահանջը մեծանում է համընդհանուր ներառականությանն անցնելու պատճառով, իսկ ցուցանիշներն էլ նոր պատկեր են արձանագրում։ Աուտիզմ ունեցողների թիվը Հայաստանում եւս աճել է եւ թվերը բացատրվում է նրանով, որ հիմա վաղ տարիքից դրա հայտնաբերման ու բացահայտման գործիքներն են զարգացել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։